Ներկայացեք եւ նշեք, թե ինչ պահանջով եք այժմ գտնվում կառավարության շենքի դիմաց։ Լիա ջան, ես Ազատ Գևորգյանն եմ, Անահիտ զինվորի ծնող։ Ամսի 27-ին մենք կառավարություն էինք պարոն վարչապետի մոտ։ Ես իրան ներկայացրի, որ իմ երեխան ոնց Անահիտ է, ոնց է զոհված է։ Դուք պարզեք իմ երեխան որտեղ է։ Ես դաժե իրան էլ ասեցի, որ եթե պահանջս բանչարի 10 օր հետո է, 15 օր հետո ես գալու եմ կառավարության դեմը, պահանջեմ իմ որդուն, իմ բալին։ Հիմա մինչև մի ոչ մի դաժե ինքը ասում էր գրավոր, ես սաղիդ կներկայացնեմ, դա մինը կնդի չէ, ասենք սաղ ծնողներն էլ ասավ, որ ես գրավոր կուղարկեմ, թե ինչա բանց է։ Բայց մինչև մի ոչ մի պատասխան։ Իշխանության ներկայացուցիչները բազմիցս նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մասունքներ կան եւ նույնականացվել են, ուղղակի ծնողները չեն ցանկանում գալ եւ վերցնել։ Ինչ կարող եք ասել։ Այդ հիմքի վրա է շատ բան կարամ ասեմ, Լիա ջան, իրանք այդքան պարզած չունեն։ Ես միշտ եմ ասել, թեկուզ իրանց մոտ էլ, որ ասենք այդ մենք ծնողներով այդքան ասենք դաժան չենք վերաբերվի մեր երեխեքով, որ մորգերին ասենք դրացնեն մեր երեխեքին չտանենք ուղարկավորենք, որովհետև ճշտած բաներ կա, որ իրանք չեն կարացել դա 100% ճշտեն, այդ դենկան ես որ ասես լիարժեք ասեմ լրիվ սուտ բաներ է։ Այս վերջերն էլ դաժե Սրբուրի Գալյանն էլ ազգային ժողովում հրապարակեց, որ խոսքից ծնողները չեն տանեմ ուղարկավորեն։ Մենք մի 6-7-10 ծնողով եկանք իրա մոտ, էլի ասեցինք դու որ ասում ես խոսքի, հիմքերը կա, դաժե ինքը ասում է 100%-անց ճշտած։ Ինչ 100%-անց ճշտած։ Ոչ մի բանը ճշտած չի։ Այս երեխեք խոսքի Անահիտի ցուցակ իրանք են մենցրել, կամ այդ դենկաները իրանք են տալին, որ այս ծնողին ասեն չէ էսա։ Բայց դրա հետ կարան պարզեն, չէ, այդ երեխեն հուր է, ոչ թե դենկա տա։ Այո, էդ էլ կա, չէ։ Համընկնումը կա, դուք չեք ընդունում, որ դա ձեր որդին է, համարում եք անհետ կորած։ Իրանք դες իմ ասենք լիարժեք չէ, Անի ջան։ Ես սեպտեմբերի 27-ից իմ երեխուն ասել են զոհվածի ցուցակ, հենց առաջի երկրորդ անունն իմ երեխու անունն էլ է։ Կացրեմ, չաստ, ոչ մի շատ երկար պատմություն բան չանեմ, պարզերեմ, որ իմ երեխեն ընդ չի զոհվել, եթե զոհվերին կտին։ Եկել են պաշտպանության նախարարություն, ասել եմ զոհված ես, ասել տուր երեխուս։ Ասում է չկա, որ դուստամ, դե որ չկա, հանին մնցրին Անահիտի ցուցակ, Անի ջան, ասենց։ Հիմա էլ սենց Անահիտի տակ մնաց, հիմա էլ վերցում էի իրանց սուտն է, ես պարզ եմ ասում, որ առեսա դենկա, որ հաստատեն զոհված է։ Որպեսզի դուք այլևս չպայքարեք։ Այո, համաձայն, այո, որ էլ չպայքարենք, որ դա իրանց վերջի սուտն է, ես պարզ եմ ասում։ Մի բան էլ ասեմ, կան ծնողներ, ովքեր օրինակ տարբեր տեսանյութերում, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում, ինչ-որ կադրերում տեսել են այնպիսի անձանց, որոնց հետագայում նմանեցրել են նաև իրենց երեխաներին, ձեր հետ կապված, այդ ձեր վստահությունը, որ ձեր որդին ողջ է եւ անհետ կորած է, որտեղից է գալիս։ Միայն Զորամասում անցկացրած ձեր այսպես հետաքննությունից, եթե այսպես անվանենք, թե այդպիսի կադրեր եք տեսել կամ ինչ-որ հանգամանքներ կան, որոնք ստիպում են ձեզ վստահ լինել, որ ձեր որդին ողջ է։ Այո, այդպես բաներ կա, ես կարամ այդ լրիվ էլ ասեմ, մեր ծնողներից էլ կան, որ հենց ձեր ասած խոսքի թուրքը բռնե այդ զինվորի նեղացնում է, հիմա ծնողը տեսել է ու համել ասում է խոսքի իմ երեխեն է, քննությունը ասում է չէ, 80% չի բռնեմ, չէ, 80% չի բռնեմ, 70-ը բռնեմ, ասում ես իմ երեխեն է, ասում է չէ, քոնը չի։ Ձեր պարագայում ո՞րն է, ի՞նչն է ձեզ։ Որ հենց առաջ օրը կառուցել են դեպք, որ գիվես զլի մեջը վառվում է իմ երեխեն, բայց իմ երեխեն է զլից գործ չունի, ոչ միտեղ այդպես չէ։ Ամսի 3-ին եթե զոհվեր ամսի 27-ին, ամսի 3-ին իմ երեխուն տեսել են Ֆիզուլի, եթե զոհվերա ո՞նց են տեսել։ Ով է տեսել։ Դա նոյեմբերանից զինվորա տեսել, ու իմ երեխուն լավ ճանաչել է։ Հիմա բերեցի էդ էլ որ հաստատին, էլի ասին ինքը լավ չի տեսել, բայց 3 ժամ իմ երեխու հետ այլ է, մանրամասը լրիվ ասել է ինչը ոնց է,
կյանքում չէր կարել այդպես սուտ ասել։ Եթե ես խոսացել եմ հեռախոսով, հետո գնացել եմ տեսրել։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչ է ասում։ Նրանք էլ դες ոչ մի բան չեն ասում, բայց ես այն վաղտուց սա մինչև մի երեխու գործերը քննություն է այդեմ, գիտե պարզում են, բայց նախկին տնօրենի հետ հանդիպումներ ունենում եք, եթե ես չեմ սխալվում, այդ ժամանակահատվածում որևէ առաջընթաց ձեր գործի հետ կապված տեսնում եք կամ պատրաստակամություն ձեր ասացի հետքերով գնալու։ Դե այդ վաղ սենց մեզ էլի հույսը, որ լավ գնի, այդպես մնաց, բայց ասենք խոսքը էլի մենք գրություն գրեցինք, նորից գնաց քննչական ազգային անվտանգությունը, որ պարզի մեր երեխեքը ինչա ոնց է, էլի տես գնաց, էլի նորից ծածկելով գնաց, ոչ մի բան չբացահայտի։ Հասկացնել ունեք, ձեր որդին որտեղ է գտնվում։ Իմ որդին պարզաբար Բաքվում պետք է գտնի կամ էլ ուրիշ երկրում չեմ մանում, իրանք ատեից տարեր են, ջուր են տարեր, ինչ են արել չգիտեմ։ Այ հենց էդի որ ես իմանի որ երկրում է, ես այն որ վարչապետին էլ եմ ասել, ես Հնդկաստան էլ եմ գնացել, ես որ իմանամ թեկուզ նորից Հնդկաստանից ինչ քաղաքում է, թե հենց եկուց տոն շարնեմ թռնեմ ինչ ուզում ես ասել։ Հնդկաստան ձեր երեխան։ Այո, Լիա ջան։ Գնացել եմ, ես 23 թվին։ Այսինքն ինչ-որ հետք են դեպի այդտեղ։ Հա, բա կարող են հենց անիմաստետան։ Այդ մանրամասն եք, Դե հետքը կա Անի ջան, բայց չկարեց այդ մարդուն գտնեմ։ Եթե որ գտնեի, հաստատ կպարզեի, ուրա ուրչի։ Ո՞վ է այդտեղ։ Այդ զանգողը բժիշկ է։ Դուք աջակցություն, պետական աջակցություն ձեր որոնողական աշխատանքների ընթացքում ստացել եք, օրինակ որ գնացել եք Հնդկաստան, պետությունը Հնդկաստանի կառավարությանը դիմել է, որ ձեր երեխայի Չէ, ես էդի գախնի եմ գնացել, ոչ մեկ չի իմացել։ Այո, դե որ ասանք խոսքի ելներ ԱԱԾ-ն էլ դիմաներ։ Ինքը նույնիսկ հիմա պետական աջակցություն չի ստանում։ Հիմա Ես հիմա ոչ մի հազար, ես իրան էլ ասեց, ասի ես 1.700.000 լավ էլ ես ծախսեմ էլ գնացել եմ Հնդկաստանի, ինչ է, հələ Հնդկաստանից էլ ուրիշ պետություն եմ թռել, այդ առանց լիզու իմանալ, առանց բան, հետս մարդ եմ տարել, Քանի որ դուք չեք ընդունում, որ ձեր որդին զոհված է, նաև աջակցությունը չեք ստանում։ Այո, աջակցությունը չեմ ստանում, ես իրացնել եմ ասել, դաժե Սրբի Գալյանն ասի, ազդաժողովներ եք ստեղծեմ, ես իմ երեխուն չեմ ճանաչելու անայդ կորած, դատարան չեմ ճանաչելու, դու եք մնցրել ցուցակը, ես իմ երեխուն եմ պահանջեմ, զինվորել է հատկացրեք, կարակ հատկացնեք, մինչև հիմա բալավ այդ Զինապա հիմնադրամը այդ գումարները վար հավաքում ումն է տալեմ, որ ինձ չի տալեմ։ Զինվորին է տալի, չէ։ Ինչ պետք է տամ դատարան, չէ, ես չեմ տալու դատարան։ Թող հատկացնեին։ 6 տարի մեկը ով է ասում, ապրելու ես, մնալու ես, ոչ մեկն էլ չի ասում անջա։ Բայց այդպես չի։ Հիմա որ ասեն կարող է 5 հոգի կամ 8 հոգի են մնացել, որ չեն դիմել դա։ Փաշինյանի հետ քանի անգամ եք հանդիպել։ Ես 6 տարվա մեջ երևի մի 30-40 անգամ հանդիպել ենք, լավ էլ։ Բայց ոչ մի բան, այն վաղտեն մեզ ասում ես տունել երեխա չունեք, գացեք այդ երեխեքով զբաղ։ Ես ունեմ այդ մետեղ են, ինձ պետք է ինք ասում ապագա կա, այդ մետեղ են ես դրանով եմ ապագան տենեմ։ Էլ ինչ ապագա։ Ես հիմա պահանջում եմ, որ իմ երեխուն ես այն անգամ էլ ասեցի, դու գիտես իմ երեխեն ուրա, եթե չգիտես, ուրեմն ես իշ մարդի անունը տվերեմ, գնա այդ մարդից ասա ուրա ազատ երեխեն։ Ու կասի որտեղ այն որ երկրում էլի դու բեր, չգիտեմ։ Ես սպասելու եմ մինչև իմ երեխուն հայտնաբերել է։ Այստեղ նստացույց եք իրականացնում։ Այո։ Ես իրան ասել եմ, գալու եմ կառավարության դեմը պահանջեմ իմ որդուն։